Գիրք ծննդոց, գլուխ 29 Հակոբը հասնում է Լաբանի տունը։ Ապա Հակոբը ճանապարհ ընկավ ու գնաց արևելքի որդիների երկիրը, և նայեց, և ահա դաշտում մի ջրհոր կար, և ահա այնտեղ դրա մոտ ոչխարների 3 հոտ էր պառկել, քանի որ այդ հորից խմեցնում էին հոտերին, և հորի բերանին մի մեծ քար կար։ Եվ բոլոր հոտերն այնտեղ էին հավաքում, և հորի բերանից քարը գլորում էին, և հոտերին խմեցնում, և քարը նորից իր տեղը հորի բերանին էին դնում։ Եվ Հակոբն ասաց նրանց. «Եղբայրներս, որտեղացի եք դուք»։ Պատասխանեցին. «Խառանից ենք»։ Եվ նա ասաց նրանց. «Նաքովրի որդի Լաբանին ճանաչում եք»։ Եվ նրանք ասացին. «Ճանաչում ենք»։ Ասաց նրանց. «Առողջ է»։ Եվ նրանք պատասխանեցին. «Առողջ է»։ Եվ ահա նրա աղջիկ Ռաքելը ոչխարների հետ գալիս է։ Եվ նա ասաց. «Ահա դեռ օրն առջևում է, և դեռ հոտերը հավաքելու ժամանակը չէ, ոչխարներին ջրեցեք ու գնացեք արածեցնելու»։ Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև բոլոր հոտերը չհավաքվեն, այն ժամանակ քարը կգլորենք հորի բերանից և կջրենք ոչխարներին»։ Եվ երբ դեռ նրանց հետ խոսում էր, Ռաքելը եկավ իր հոր ոչխարների հետ, որովհետև ինքն էր դրանց հովիվը։ Եվ եղավ, որ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի աղջիկ Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարներին ջրեց։ Եվ Հակոբը համբուրեց Ռաքելին և բարձրաձայն լաց եղավ։ Եվ Հակոբը Ռաքելին պատմեց, թե ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին, նա էլ վազեց ու պատմեց հորը։ Եվ երբ Լաբանը Հակոբի իր քրոջ որդու մասին լսեց, վազեց նրան դիմավորելու, գրկեց ու համբուրեց նրան, և տարավ իր տունը, և սա Լաբանին պատմեց ամեն ինչ։ Եվ Լաբանն ասաց նրան. «Իսկապես դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես»։ Եվ նա նրա հետ 1 ամիս մնաց։ Եվ Լաբանն ասաց Հակոբին. «Մի՞թե դու իմ եղբայրը լինելու պատճառով ինձ ձրի ես ծառայելու, ասա ինձ, ի՞նչ է քո վարձքը»։ Եվ Լաբանը 2 աղջիկ ուներ, մեծի անունը Լիա, իսկ փոքրի անունը Ռաքել։ Եվ Լիայի աչքերը թույլ էին, իսկ Ռաքելը գեղեցիկ էր ու շատ համակրելի։ Եվ Հակոբը սիրեց Ռաքելին, և ասաց. «Քո կրտսեր աղջկա Ռաքելի համար 7 տարի քեզ կծառայեմ»։ Եվ Լաբանն ասաց. «Ավելի լավ է ես նրան քեզ տամ, քան թե ուրիշ մարդու, բնակվիր ինձ հետ»։ Եվ Հակոբը Ռաքելի համար 7 տարի ծառայեց, ու քանի որ սիրում էր նրան, 7 տարին նրա աչքին մի քանի օրվա պես անցավ։ Եվ Հակոբն ասաց Լաբանին. «Տուր կնոջս, որովհետև օրերս արդեն լրացել են, որ ես մտնեմ նրա մոտ»։ Եվ Լաբանը հավաքեց այդ տեղի բոլոր մարդկանց ու խնջույք արեց։ Եվ եղավ, որ գիշերը նա իր Լիա աղջկան վերցրեց և նրա մոտ բերեց, և նա մտավ նրա մոտ։ Եվ Լաբանն իր աղախին Զեղփային իր աղջիկ Լիային աղախին տվեց։ Եվ երբ առավոտ եղավ, ահա պարզվեց, որ նա Լիան է։ Հակոբը Լաբանին ասաց. «Այսինչ է քո ինձ արածը, մի՞թե ես քեզ Ռաքելի համար չեմ ծառայել, ապա ինչու ինձ խաբեցիր»։ Եվ Լաբանն ասաց. «Մեր երկրում այդպես չէ, որ փոքրին մեծից առաջ տան։ Լրացրու նրա շաբաթը, ու ես սրան էլ կտամ քեզ այն ծառայության համար, որ ինձ 7 տարի էլ ծառայես»։ Եվ Հակոբը այդպես արեց, և այդ շաբաթը լրացրեց, և Լաբանն իր Ռաքել աղջկան նրան կնության տվեց։ Եվ Լաբանն իր աղախին Բաղային իր աղջիկ Ռաքելին որպես աղախին տվեց։ Եվ նա Ռաքելի մոտ էլ մտավ և Ռաքելին Լիայից ավելի սիրեց։ Եվ Լաբանին 7 տարի էլ ծառայեց։ Եվ երբ Տերը տեսավ, որ Լիան ատելի է, նրա արգանդը բացեց, իսկ Ռաքելը չբերեր։ Եվ Լիան հղիացավ և մի որդի ծնեց, և նրա անունը Ռուբեն դրեց, որովհետև ասաց. «Տերը նայեց իմ տառապանքին, ուրեմն հիմա իմ ամուսինն ինձ կսիրի»։ Եվ նորից հղիացավ և մի որդի ծնեց, և ասաց. «Որովհետև Տերը լսեց, որ ես ատելի եմ, դրա համար ինձ այս որդին էլ պարգևեց, և նրա անունը Շմավոն դրեց»։ Եվ նորից հղիացավ, մի որդի ծնեց, և ասաց. «Հիմա արդեն իմ ամուսինն ինձ հետ կմիանա, որովհետև 3 որդի ծնեցի նրա համար»։ Այս պատճառով նրա անունը Ղևի դրեց։ Եվ նորից հղիացավ և մի որդի ծնեց, և ասաց. «Այս անգամ պետք է գոհանամ Տիրոջից»։ Եվ դրա համար նրա անունը Հուդա դրեց, և դադարեց երեխա ունենալուց։